Գիտեք, ես սիրարված եմ Հիսուսի վրա։ Նա այնքան հավաքված էր։ Գիտեք, եթե ինչ-որ մեկը մեռելներից հարություն առներ, շորը կշպրտեր և կգնար։ Բայց Հիսուս Քրիստոսը գրված է Հովհաննես ավետարանի վերջի գլուխը կարդացեք, երբ որ աշակերտները մտան գերեզման, շորը ծալած գեղեցիկ դրած էր։ Գիտեք, այսօր մենք կարող ենք արթնանալ ամեն ինչ շպրտենք մի կողմ։ Եթե Հիսուսը լիներ քո մեքենայի մեջ, ամեն ինչ հավաքված կլներ։ Եթե քո տան մեջ լիներ, ամեն ինչ հավաքված կլներ։ Եվ Հիսուս այնպես զսպված և հավաքված էր, գիտեք, այս վերջերս Տերը ինձ առաջնորդեց, որպեսզի կարդամ խաչելության ժամանակ ինչ էր կատարում Հռոմի ժամանակ։ Եվ գրված է, բոլորը վկայում են, որ այնքան ջուր էին ուզում խմեին բոլոր խաչվածները, ծարավ էին։ Ինչ տայր կխմեին նրանց, վիրահատությունից հետո ընդհանրապես մարդիկ ջուր են ուզում խմեն։ Պարզապես արուն կորսած մարդ, այդքան արուն կորսած մարդը մի բան, որ ջուր է ուզում։ Դու գիտեք ինչ է նշանակում հռոմեական սպունգ, գուբկա, ինտերնետ մտեք, Google-ին հարցեք, կտած ես, կոչեք հռոմեական սպունգերը։ Դա օգտագործում էր պետքարաններում, զուգարաններում։ Հարուստները ամեն մեկ ուներ իր գուբկաներ, իսկ զինվորները ընտրվում էր մեկ հատ զինվորական զուգարաններում, նրանք օգտագործելուց հետո լվացվում էին այդ գուբկաներով։ Եվ մի գուբկայով 100 հոգիից ավել մարդ էր լվացվում զուգարանից հետո։ Եվ խաչի վրա նրանք սիրում էին ծաղրել խաչալներին։ Քացախ էին լցում, որ կեղտի հոտը չգար։ Եվ նրանք զվարճանում են, երբ որ մարդը բանի տեղ չէր դնում և սկսում էր քաշել և խմել այդ ջուրը։ Եվ պատմության մեջ չէր եղել մեկը, որ հրաժարվեր դրանից։ Նայում ես Հիսուսի զորությունը որպես մարդ, խաչի վրա, որպես Աստված Աստծո զավակ։ Գիտեք ինչ, նրան տալիս են զսպվածությունը ավելի բարձր է, քան իր ցանկությունը։ Այսօր շատ հավատացյալների մոտ ցանկությունը ավելի բարձր է, քան զսպվածությունը։ Անգամ քնի պատճառով կարող են եկեղեցի չգալ, Աստվածաշունչ չկարդալ։ Սերներս, այսօր մեզ update է պետք։ Ու երբ որ խաչի վրա դու տեսնում ես այդ սպունգը, որ նա հրաժարվեց, արյունը, որ թափվում է, կանանց մոտիկ չէին թողնում, որովհետև նա լիովին արյունով մերկացած էր։ Մեր ամոթ իր վրա վերցրեց։ Եվ երբ որ մի կին մոտենում քեզ ասում է, «Պարոն Աստված կա, ինչի եմ էցենց, ինչի հաջողություն չի գալի»։ Նայում ես ու մտածում ես, լուրջ եք խոսում դուք։ Քրիստոսի խաչը։ Մոռացել ենք մենք ժամանակ առ ժամանակ նայենք Քրիստոսի